Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս կիրակի օր մենք ուսումնասիրում ենք ու շարունակում ենք մեր սերտողությունները նոր կտակարանից, նամակ Հռոմեացիներին 8-րդ գլուխ 10-ից 17 համարները։ Ինչպես միշտ մենք բոլորին քաջալերում ենք, երբ որ ստանում եք դուք այս պատգամը ամբողջությամբ դիտեք եւ փոխանցեք ձեր մտերիմներին։ Դուք էլ ձեր ավետարանության պարտականությունը կատարեք եւ Աստծո արքայության գործերին մաս կազմեք։ Ուրեմն եկեք հիմա մի բան մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Տեր Հիսուս, մենք շնորհակալ ենք քո բոլոր տված օրհնությունների եւ բարիքների համար, շնորհակալ ենք Տեր, որ դու մեզ այս հնարավորությունն ես տվել, մեզ օգնել ես Տեր Աստված, զորացրել ես եւ քո խոսքերով Տեր Աստված մեզ դու միշտ քաջալերում ես եւ աշակերտում ես։ Աղոթում եմ մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար, աղոթում եմ նրանց առատորեն օրհնես, զորացնես եւ այսօրվա սերտողությունը միմիայն Սուրբ Հոգով Տեր թող մենք դաստիարակվենք ու խրատվենք։ Աղոթում ենք Հիսուսի Սուրբ անունով, ամեն։ Հարգելիներս, վերնագիր այս կիրակի օրվա սերտողության Քրիստոսով ազատագրված ենք մաս 2-րդ։ Եթե կհիշեք կամ եթե հետևում եք մեզ վերջի կիրակի օրվա սերտողությունը, առաջի մասը ուսումնասիրեցինք եւ այս երկրորդ մասի մեջ Պողոս առաքյալը շարունակում է իր վարդապետությունը ազատագրության մասին մեղքից։ Մեզ շարունակում է սովորեցնել այն հասկացողությունը կամ վարդապետությունը, որ արդարացած անձը Հիսուսով ազատագրված է Աստծո դատապարտությունից եւ քանի որ նա արդարացած է, հետեւաբար Աստծո հետ իր հարաբերությունը վերականգնված է եւ այլևս Աստծո հետ թշնամի չի նա։ Եվ քանի որ թշնամի չի, նա մեր մեջ է բնակվում Սուրբ Հոգին։ Հարգելիներս, մեզ անհրաժեշտ է փրկության համար, որ վերստին ծնունդ ունենանք, ինչպես որ Հիսուս Քրիստոս սովորեցրեց Նիկոդիմոսին։ Եվ այդ վերստին ծնունդը ուղղակի ապաշխարությունն է, վերստին ծնունդը մեղքերի թողությունն է, վերստին ծնունդը նոր մարդ լինելն է, վերափոխվելն է Հիսուս Քրիստոսով։ Դա չի կարող լինել, եթե չընդունենք Հիսուսին ու արդարացած լինենք։ Հետևաբար, մենք բոլորին միշտ քաջալերում ենք, եթե այն որոշումը դուք դեռ չեք հանձն առել, թող այսօր այդ օրը լինի, որ դուք հասկանաք, որ մեղքի մեջ եք, մեղավոր անձեր եք, բոլորս իհարկե, եւ Հիսուս Քրիստոսի պետքությունն ունենք, որ մեր մեղքերը մաքրվի, սրբվի եւ արդարանանք, արդարացած լինենք Հիսուս Քրիստոսով, որպիսի ունենանք մենք Աստված մեր մեջ, Սուրբ Հոգին եւ հավիտենականությունը անցկացնենք Աստծով, քանի որ նա ով ապաշխարած է, նա ով վերստին ծնունդ ունի, փրկված է նա, ազատագրված է նա Աստծո դատապարտությունից։ Սա է միտքը ուրեմն այս երկու սերտողությունների։ Հիմա եկեք անցնենք 10-ից 11 համարները, ուսումնասիրենք երկու կարևոր կետ կա այստեղ նշելու։ Առաջինը Սուրբ Երրորդության մասին է մեջբերում Պողոս առաքյալը եւ երկրորդ կյանք Աստծով։ Եկեք կարդանք։ Բայց եթե Քրիստոսը ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի պատճառով, իսկ հոգին կյանք է տալիս արդարության պատճառով։ Ուրեմն այստեղ մի պաուզում եմ կանգ առնեմ, ուսումնասիրենք այս հենց համարը նախադասությունը, որովհետև մենք գիտենք, որ եթե Քրիստոս մեր մեջ է, ուրեմն նշանակում է մեր հին մարդը մահացած է։ Որն է խորհրդանիշը նրա։ Երբ որ մենք ապաշխարում ենք, երբ որ մենք վերստին ծնունդ ենք ստանում, ինչ ենք անում։ Մենք մկրտվում ենք։ Եվ երբ որ մկրտվում ենք, մկրտությունը այն խորհրդանիշն է, որ երբ որ մենք սուզվում ենք ջրի մեջ, ուրեմն մենք սպանում ենք մեր հին մարդուն, թաղում ենք մեր հին մարդուն, ավելի ճշգրիտ կարելի է ասել, եւ երբ որ վեր ենք կենում, որպես նոր մարդ վեր ենք կենում հարություն առած Հիսուս Քրիստոսով։ Իհարկե ժամանակ է գալու, երբ որ մենք փառավոր մարմինն ենք ընդունելու, երբ որ Հիսուս մեզ հափշտակի իր երկրորդ գալուստից առաջ,
միանանք իր հետ օդի մեջ, ինչպես հայտնության մեջ է գրված եւ բազմաթիվ համարներ ամբողջ նոր կտակարանի մեջ իջնելով Հիսուս Քրիստոսի հետ եւ այս աշխարհում այդ հազարամյակը Հիսուսի հետ կառավարելու ենք, ղեկավարելու ենք եւ նա մեր թագավորների թագավորը նստելու է Երուսաղեմում իր գահին։ Պարզ գաղափար է դա, բայց շատերը կան, որ դեռ չեն հասկանում եւ չեն սովորել այդ համարները, բայց ասեմ ձեզ, որ անհրաժեշտ է հասկանալ Հիսուսով կյանք կա։ Անցնենք մյուս կետին, 11 համարը։ Եվ եթե Հիսուսին մեռելներից հարություն տվողի հոգին բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոսին մեռելներից հարություն տվողը ձեր մականացու մարմինն էլ կկենդանացնի իր հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ։ Սա արդեն շարունակում է Պողոս առաքյալը հավելում է իր մտքին, որ Հիսուսով կյանք կա եւ հին մարդը մահացած է, բայց նաեւ ասեմ, որ այստեղ մեջբերում է կատարվում Սուրբ Երրորդության։ Քրիստոս եւ հոգու տարբեր երկու օրինակներով մեզ հուշում է Հայր, Որդի, Սուրբ Հոգի։ Իսկ անցնենք ուրեմն 12 համարին, 12-րդ համարից սկսած գրված է ուրեմն եղբայրներ, մարմնին չեք պարտական, իսկ մարմնի ապրելով, որովհետև եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք, բայց եթե հոգով մարմնի գործերն սպանեք, կապրեք։ Սա կարևոր կետ է, շարունակենք 14, հետո բացատրությանը կանցնենք, ովքեր Աստծու հոգով են առաջնորդվում, նրանք Աստծու որդիներ են։ Երբ ազատագրվեցինք մեղքից, սա է միտքը, այլևս մեղքին գերի չենք, այլ ապրում ենք Հիսուս Քրիստոսի համար։ Մեղքի գործերով, այսինքն մարմնին չենք պատկանում, այլ մեր Տիրոջը։ Իսկ ում որ գերի ես, նրան ես ծառայելու։ Այս դեպքում մենք գերի ենք, այսպես ասած, գնված ենք մենք Հիսուսով, Հիսուսի Սուրբ այրունով, եւ Հիսուսն ասում է երկու տեր չես կարող ծառայել։ Սա էլ Մատթեոսի ավետարանի 6-րդ գլուխ 24 համարի մեջ է գրված։ Քանի որ վերստին ծնունդ ունենք, ծառայում ենք հոգուն, ոչ մարմնին, այսինքն իհարկե ծառայում ենք Աստծուն։ Եվ մենք Հիսուսինն ենք, Աստծունն ենք պարզապես, հետևաբար մենք գերի չենք կարող լինել, ու ինչ ունենք ազատություն։ Ազատագրված ենք Հիսուս Քրիստոսով։ Անցնենք 15-ից 16 համարները ուսումնասիրենք, գրված է, որովհետև դուք ծառայության հոգի չստացաք, այլ դարձյալ վախենաք, այլ որդեգրության հոգի ստացաք, որով աղաղակում ենք Աբա Հայր։ Նույն ինքը հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծու որդիներ ենք։ Հարգելիներս, ինչքան հրաշալի վարդապետություն է սա, այնինչ որ Պողոս առաքյալը սովորեցնում է, որտեղ շատ կարևոր համարներ են սկսվում, այսինքն Պողոս առաքյալը մեզ բացատրում է, նա մեզ սովորեցնում է, որ այլևս գերի չենք, այլ որդեգրված ենք, այսինքն մենք Աստծու ընտանիքին ենք պատկանում, եւ մեր երկնավոր հորը մենք Աբա Հայրն ենք, Աբա Հայր բառն ենք օգտագործում, իսկ Աբա բառը եբրայերենով կամ արամերենով կներեք, դա գոյական է հայր բառի համար։ Ինչպես մենք ասում ենք պապա, նույնպես էլ Աբա բառն է, նույնպես էլ մեր համար շատ կարևոր հասկացողություն է այստեղ առաջանում, այն էլ որ ինչ մտերիմ հարաբերություն ունենք մենք Հիսուսին ընդունելուց հետո։ Ոչ միայն թշնամիներ չենք այլևս, այլ որդեգրված ենք եւ դրա հետ միասին մեր երկնավոր հորը որպես այսպես ասած պապա ենք մենք կոչում, որովհետեւ այնքան մտերիմ ենք մենք մեր հոր հետ, այլևս պաշտոնական այդ հարաբերությունը չկա, այլ որդեգրված ենք ինչպես տան մեջ մենք մեր հորը պապա
այսինքն այդ ոչ պաշտոնական բառն ենք օգտագործում, ցուցատալի մեր մտերմությունը մեր հոր հետ։ Ու այսպես նույն գաղափարով, նույն մտքով մեր հարաբերությունը մտերիմ է եւ ոչ պաշտոնական մեր երկնավոր հոր հետ։ Անցնենք 17 համարը ուսումնասիրենք եւ եթե որդիներ ենք, ապա նաեւ ժառանգներ, Աստծու ժառանգներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ, որպիսի եթե նրա չարչարանքներին կցորդենք, փառքին էլ հաղորդակից լինենք։ Հարգելիներս, ինչն է այստեղ կարևոր։ Բացատրում է Պողոս առաքյալը, որ նա որ ժառանգակիցներ ենք, առաջինը ասում է, որ մենք ժառանգակիցներ ենք Հիսուսին, մենք Հիսուսի պես փառավոր մարմին ենք ստանալու իհարկե, դա է մեր ժառանգությունը, ժառանգակից լինելը Հիսուսի հետ, երբ Հիսուս երկրորդ անգամ վերադառնա, եւ միայն փառավոր մարմնով չի, այլ մենք նաև Հիսուսի բոլոր չարչարանքներն ենք կրելու այս աշխարհում։ Դա էլ է մեզ հուշում, որտեղ ասում է կցորդենք մենք իր չարչարանքներին, բայց նաև իր փառքին։ Ու իր փառքը այն է, որ մենք միացել ենք մեր երկնավոր հորը, արդարացած ենք, որդեգրված ենք Աստծու ընտանիքին, համարվում ենք Աստծու ժողովուրդ եւ մեր երկնավոր հորը կարող ենք Աբա հայր ասել, այսինքն արա, ինչպես նոր սովորացրեցինք, արամերենով դա շատ ավելի մտերիմ բառ է, ոչ պաշտոնական բառ է հայրիկ բառի համար, այսինքն պապա բառին է համապատասխան, եւ այսպես մենք ունենք մի հրաշալի ժառանգություն, Հիսուսի ժառանգակիցներ ենք։ Ոմանք հասկանում են այլ ձևի, բայց ճշմարիտ եւ ճշգրիտ բացատրությունը այն է, որ մենք ունենք փրկություն, առաջի հերթին կստանանք փառավոր մարմինը, Քրիստոսի մարմնի պես, մենք էլ նույն մարմինը կունենանք, բայց նաև նրա չարչարանքներն են կրելու։ Իսկ որոնք են նրանք։ Հալածանք, անարդարություն, զրկանք, ատելություն մեր նկատմամբ, որովհետև մենք հետևորդներն ենք Հիսուս Քրիստոսի։ Այսօր երկրներ կան, որ սպանում են Քրիստոսի հավատացյալներին, եւ այդ հավատացյալները նույնիսկ Հիսուսի մահն են ճաշակում, այսինքն իրանք մարտիրոսներ են, նրանք հալածվում են եւ զոհվում են Հիսուս Քրիստոսի համար եւ հավատքի համար։ Հիմա բարեբախտաբար կամ հուսով եմ, որ նրանք, ովքեր որ այս պատգամը ստանում են, այնպիսի երկրներում չեն, կամ եթե այդպիսի երկրներում եք, որ հավատքը թաքուն պետք է դուք ապրեք, լավ գիտեք եւ լավ եք հասկանում, թե ինչ բան է հալածանքի եւ պոտենցիալ մահ կրես Հիսուսի եւ հավատքի համար։ Ուրեմն հարգելիներս, ինչ կարող ենք ամփոփել այս բոլոր համարներից։ Առաջինը, մենք սովորեցինք, որ ազատագրությունը միմիայն արդարացած քրիստոնյան, ապաշխարած եւ վերստին ծնված քրիստոնյան կարող է ունենալ։ Եվ եթե մենք արդարացած ենք եւ ազատագրված ենք, ուրեմն դատապարտված չենք։ Եվ երբ որ դատաստանի օրը գա, մենք հավատացյալներս, Հիսուսին ընդունողներս, ապաշխարած վերստին ծնունդ ունեցողներս այլևս դատապարտված չենք լինելու եւ կշարունակենք հավիտենականությունը Աստծու հետ։ Մյուս կետը, քանի որ մեր մարմինները մեղավոր են, երբ որ մենք ընդունում ենք Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, մենք սպանում ենք կամ թաղում ենք մեր հին մարդուն եւ մարմնին ու դրա փոխարեն մենք կյանք ենք ստանում Հիսուս Քրիստոսով։ Իսկ ամենահրաշալի եւ կարևոր կետերից մեկը իմ համար այն է, որ մենք ունենք մտերիմ հարաբերություն մեր Հոր հետ։ Ուրեմն ինչ պետք է, ինչ կցանկանանք, ինչ որ պետք է խոսել, իհարկե կարող ենք մեր աղոթքները դիմենք մեր Աստծուն, Հիսուսի անունով, աղոթենք ու խնդրենք եւ ունենանք հարաբերություն անմիջական
մեր Աստծու հետ։ Ու վերջապես ասեմ, որ ժառանգակիցներ ենք Հիսուսին, նա ինչ է նշանակում իր փառքին եւ տանջանքին նույնպես։ Դրա համար պատրաստ եղեք, զգոն եղեք ձեր հավատքի կյանքի մեջ, որտեղ ամեն տեսակի չարչարանք, ինչ որ Քրիստոսն է կրել, մենք էլ նույնպես կկրենք մեր կյանքի ընթացքում։ Իհարկե աղոթում ենք Աստծուն, որ Աստված մեզ պահպանի, զերծ պահի չարից եւ չարի բոլոր հարձակումներից, բայց միևնույնն է, մեր կյանքի ընթացքում ամեն տեսակի զրկանք, հալածանք եւ անարդարություն կտեսնենք, քանի որ մենք կրում ենք խաչը, մենք կրում ենք Հիսուս Քրիստոսի անունը եւ մենք ապրում ենք Հիսուս Քրիստոսով։ Աղոթում եմ, որ այս պատգամը ձեզ օրհնանք լինի, Տերը ձեզ օրհնի։ Ամեն։